Փաշինյանի իշխանության քրեական գործ մահակը հասավ նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աճապահյանին։ Գլխավոր դատախազությունը քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի երկրորդ մասով քրեական գործ է հարուցել arczepiskopos-ի նկատմամբ, իբր սրբազանը իշխանությունը զավթելու, ինքնիշխանությունից հրաժարվելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչեր է արել։ Իրավապահները ոչ զանգել են, ոչ էլ ծանոթագիր են ուղարկել։ Սրբազանն ինքն էլ բոլորի նման մամուլից է լսել իր կասկածյալ կարգվելու մասին։ Այսինքն ձեզ համար սպասելի էր սրբազան հայ։ Երեստեղան բարձրացնել բազանի կարող եք համարել սպառնալիք ես երկրի, հասկանում ես ինչ է տարվել համարել սպառնալիք ես երկրի։ Ինչ է երկրի մեջ սպառնալիք է Ղարաբաղյան շենքում։ Երկրի մասնարարվել է նայել, ոչ այն ժայիլ կամիսները, որոնք սպառնալիքներ չեն տարածել ոչվա, այդ սպառնալիքը չտածվի։ Մենք իրենք չդոկացնենք սպառնալիքի, իբրև թե սպառնալիք ներկայացող մասը։ Ժայիլները բաղվել սպառնալիքները չդոկացնելու։ Սրբազանը չի զարմանա, որ իրեն էլ կալանավորեն։ Ստալինը կարողացել է։ Փաշինյանից ու նրա թիմից ամեն բան էլ սպասում է։ Այսինքն եթե Միքայել arczepiskopos Աճապահյանի բնութագրմամբ ամեն ստորություն։ Նրանք ամեն ինչ սպասեն, ամեն ստորություն սպասեն, ամեն ստորություն։ Ինչ անբարիարանություն որ դա աշխարհի վրա նրանք ասելի է։ Դուք փաստաբան ունեք կամ արդեն զգում եք փաստաբան ունենալու անհրաժեշտությունը։ Պետք է արդեն հասպան հասարակ ունեն, բախով առանց փաստաբանի չեք մնալու։ Շիրակի թեմի առաջնորդը համոզմունքը չի փոխել, դավաճանական իշխանության հեռացումը հնարավոր է միայն հեղաշրջման ճանապարհով։ Եթե սա է Փաշինյանի պաշտպանության բանակը, իրավապահ համակարգը, իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու, ինքնիշխանությունից հրաժարվելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչ համարել, ինչ ասի։ Ին կոչերը ուղղված են եղել ուժայիններին, փրկելու երկիրը այս սպառնալիքից։ Հիմա դա հեղաշրջումը ռազմական է, ոչ ռազմական է, օրենքով նախատեսված է, պատժելի է, քնյորեն պատժելի է, պատժելի չի, ինձ հետաքրքիր անջապ չի։ Ես հիմա էլ մնում եմ այդ կարծիքի, որ ուժայինները պետք է այս սպառնալիքը չեզոքացնեն։ Չեզոքացնեն, թող չեզոքացնեն, չեն չեզոքացնեն, ինձ կնկատեն սպառնալիք, թող ինձ չեզոքացնեն։ Բագրատ Սրբազանին ձերբակալեցին, Միքայել Սրբազանին չեզոքացնում են։ Փաշինյանը քրեական գործեր կարելով քայլ-քայլ հասնում է մայրաթոր։ Կաթողիկոսն է հաջորդը լինելու, կանխազգում են ընդդիմադիրները։ Չեն բացառում, որ քրեական որևէ գործով անցկացնեն նաև Արշակ Սրբազանին։ Զրպարտությունը Արփիս Քեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։